Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 12-ն է եւ այս հաղորդման ընթացքում մենք քննարկելու ենք Թուրքիայում, Անտալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպումները, որոնք որ ունեցել է Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ պանելային քննարկումը, որը որ տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ այնտեղ չափազանց կարևոր հայտարարություններ են հնչել Արարատ Միրզոյանի կողմից, բոլոր հայտարարությունները չենք ներկայացնի, բայց ամենակարևոր հայտարարություններին անպայման մենք կանդրադառնանք։ Մինչև հաղորդումը սկսել արագ հիշեցնեմ հավանելու կոճակի մասին, դա շատ կարևոր է, որ մեր այս հաղորդումը եւս բազմաթիվ մարդիկ կարողանան տեսնել, եւ սկսենք նրանից, որ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի միջև կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրի հարցը, որը որ համաձայնեցվել է երկու կողմերի միջև, ինչպես նաև միջպետական հարաբերությունների ձևավորման հարցը, այսինքն խաղաղության պայմանագիրը եւ միջպետական հարաբերություններ ձևավորելու հարցը դա մեկ փաստաթուղթ է։ Կողմերը քննարկել են խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելուց հետո կարգավորման գործընթացի առկա իրավիճակը։ Կարելի է այստեղ հստակ նշել, որ մեծ հաշվով այս հաղորդագրությունը ոչնչի մասին է, մեծ հաշվով ոչնչի մասին է, ուղղակի դրանից կարող ենք ասել, որ բանակցությունները շարունակվում են, լավ է, որ հանդիպում է տեղի ունեցել, կողմերը հանդիպել են առաջին անգամ, համաձայնեցնելուց հետո խաղաղության պայմանագիրը, բայց ավելի կարևոր է եղել պանելային քննարկումը, որը որ տեղի ունեցել 3 արտգործնախարարների մասնակցությամբ եւ այդտեղ մի շարք կարևոր հայտարարություններ է արել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ինչպես արդեն ասացի, բոլոր հայտարարություններին չեմ անդրադառնալու, ամենակարևորը Հայաստանի սահմանադրության հարցին է վերաբերվում, գիտեք, հիմնական թեման եւ հիմնական խոչընդոտն է համարում Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համար եւ Արարատ Միրզոյանը հստակ մի քանի հստակեցում է արել այդ հարցով։ Նախ նա նշել է, որ չպետք է շարժվել անցյալով, պետք է ցուցաբերել կառուցողական մոտեցում եւ շարժվել առաջ։ Ինչ վերաբերվում է սահմանադրությանը, Ադրբեջանի պահանջներին Հայաստանի սահմանադրության նախաբանի վերաբերյալ նա հստակ նշել է, որ ոչ թե նախաբանն է կարևոր, այլ այն, ինչ գրված է սահմանադրության մեջ եւ սահմանադրության մեջ, այսինքն այդ գործող տեքստի մեջ, որը որ հիմքն է սահմանադրության, ոչ մի տարածքային պահանջ չկա Ադրբեջանից։ Դրանից բացի միակ կառույցը, որը որ կարող է ճիշտ ձևակերպումներ տալ, թե ինչ է գրված սահմանադրության մեջ, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն է։ Եվ սահմանադրական դատարանը բոլորս էլ գիտենք, թե ինչ որոշում է կայացրել, այսինքն խաղաղության պայմանագրի հարցով որևիցե խոչընդոտ չկա։ Այսինքն այդ պայմանագիրը հստակ որ կնքվի ավելի մեծ ուժ է ունենալու, քան նույնիսկ ներքին սահմանադրությունը։ Այդ մասին եւս բազմիցս խոսվել է, այսինքն ադրբեջանական պահանջները եւ պնդումները իրոք անհիմն են, բայց այստեղ կարևորը նաեւ այն է, որ Արարատ Միրզոյանը ուշադրություն է դարձրել Ադրբեջանի սահմանադրության վրա, որտեղ որ Ադրբեջանը հղում է անում առաջին հանրապետությանը, իսկ այնտեղ բավականին լուրջ տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ։ Նա նաեւ խոսել է այն մասին, որ Ադրբեջանից տարբեր տեսակի հայտարարություններ են հնչում, երբեմն սպառնալիքներ, Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ այդ ամենը բավականին լուրջ մտահոգություններ է ստեղծում Հայաստանի հասարակության մոտ։ Միրզոյանը նաեւ խոսել է որպես սահմանազատման հիմք ընդունել Ալմաթայի հռչակագիրը, այս մասին եւս բազմիցս խոսվել է եւ կրկին խոսվում է, ինչը բնականաբար շատ լավ է եւ ճիշտ է, եւ խաղաղության պայմանագիրը եւս հիմնված է լինելու Ալմաթայի հռչակագրի վրա, որը որ ճանաչելու է կողմերի տարածքային ամբողջականությունը, այսինքն Հայաստանի տարածքային ամբողջականությունը քննարկումների տեղիք չպետք է տա ցանկացած պարագայում։ Եվ կարևորը այն է, որ Արարատ Միրզոյանը տարածաշրջանին առաջարկել է ընտրություն կատարել Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին, հակամարտությունը սառեցվում է երկար տարիներով, թե այն սկսվում է կամաց լուծվել։ Հուսանք, որ ընտրելու են այդ վերջին տարբերակը եւ սկսելու են կամաց լուծել այդ հակամարտությունը, քանի որ Հայաստանը իրոք ցանկանում է լուծել այդ հակամարտությունը, նաեւ անդրադարձ է եղել Մինսկի խմբի գործունեությանը, Հայաստանը փաստացի պատրաստ է եւ այդտեղ եւս հայտարարել են, որ
պատրաստ են լուծարելու Մինսկի խումբը, բայց ռեալ նաև հողի վրա պետք է տեսնեն, որ կոնֆլիկտ գոյություն չունի։ Այսինքն, եթե դա պետք է Ադրբեջանին, որպեսզի փակեն Լեռնային Ղարաբաղի հարցը, բայց կոնֆլիկտը մնալու է չլուծված, դրա իմաստը որն է, որ փակվի Մինսկի խումբը։ Այսինքն, չնայած որ ես մեծ հաշվով համաձայն չեմ, որ Մինսկի խումբը լուծարվի, չնայած որ Մինսկի խումբն էլ մեծ հաշվով ոչինչ նորմալ չի տվել մեզ, բայց այնտեղ կան կարևոր փաստաթղթեր, որոշումներ, որոնք որ կարող են ինչ-որ չափով նաև հետաքրքրություն ներկայացնել մեզ համար, բայց հայկական կողմի տրամաբանություն կա հայկական կողմի առաջարկների մեջ, եւ դրանք իրոք կարևոր են, որ հաշվի առնվեն, քանի որ եթե Մինսկի խումբը փակվում է ու կոնֆլիկտը մնում է չլուծված, դրա իմաստը որն է, այսինքն դա լինելու է միակողմանի բավականին լուրջ սիճում, բայց եթե փակվում է այդ Մինսկի խումբը ու դրա դիմաց կոնֆլիկտը լուծվում է, արդեն բոլորը ընդունում են, որ կոնֆլիկտ գոյություն չունի, իդի դա ինչ-որ չափով կարող է փոխսիճում համարվել։ Դա էլ մեծ հաշվով ես էլի չէի համարի փոխսիճում, բայց դա չափազանց կարևոր իրոք նախապայման է, որպեսզի Մինսկի խումբը փակվի։ Արարատ Միրզոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մերձեցման, բայց դրա համար անհրաժեշտ է նաև հարևանը, որը նույնպես պատրաստ է երկխոսության եւ փոխգործակցության։ Արարատ Միրզոյանը նաև որպես օրինակ բերել է Հայաստանի վերջին առաջարկը Ադրբեջանին տրանսպորտային կապի վերաբերյալ միմյանց երկաթուղային ենթակառուցվածքների վերաբերյալ։ Գիտեք նաև այդ առաջարկի մասին, սիրելի հայրենակիցներ, բայց մինչև հիմա Ադրբեջանից ոչ մի պատասխան չի եղել այդ առումով եւ փաստացի նրանք երբ որ խոսում են տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, կոնկրետ երբ որ գործնական առաջարկներ են արվում, նրանք չեն պատասխանում եւ սկսում են նորանոր պահանջներ առաջ քաշել։ Հիմնականում սրանք են եղել Արարատ Միրզոյանի կարևոր հայտարարությունները, մանրամասն խոսվել է խաղաղության պայմանագրի մասին, թե ինչպես է գործելու այդ խաղաղության պայմանագիրը, որ դա առաջին քայլն է։ Բավականին երկար անդրադարձ կար, բայց ես փորձեցի ներկայացնել ամենակարևորը, եւ ամենակարևորը այստեղ այն էր, որ Արարատ Միրզոյանը հստակ նշում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ ոչ մի տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ, սահմանադրական դատարանը եւս սահմանազատմանը կանաչ լույս է տվել, ինչը նշանակում է, որ իրոք ոչ մի տարածքային պահանջ չունի Հայաստանը, եւ այն ինչ գրված է նախաբանում, դա չկա սահմանադրության մեջ, այսինքն Ադրբեջանից կոնկրետ ոչ ոք տարածքային պահանջներ չունի։ Եվ դրանից բացի խաղաղության պայմանագիրը գերակա է նաև սահմանադրության նկատմամբ։ Բայց նույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանից, Ադրբեջանից տարբեր հայտարարություններ են հնչում, կոնստրուկտիվ հայտարարություններից բացի հնչում են նաև ռազմատենչ հայտարարություններ, պահանջներ կան Հայաստանի նկատմամբ, եւ դրանք բավականին լուրջ մտահոգություններ են առաջացնում հայկական հասարակության մոտ։ Նա նաև խոսել է այն մասին, որ լավ կլինի, որ որոշում կայացվի, թե որտեղ եւ ինչպես է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը։ Այսինքն այդ բոլոր հայտարարություններից հստակ պարզ է դառնում բոլորին, որ Հայաստանը ցանկանում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, որպեսզի այս կոնֆլիկտի էջը փակվի։ Ես չեմ ասում լավ է, վատ է, դրա մասին մենք չենք խոսում, մենք վերլուծում ենք այն ինչ կա, վերլուծում ենք այն հայտարարությունները, որոնք որ արվել են, եւ այստեղից դուք արդեն կարող եք եզրահանգման գալ, փաստացի Ադրբեջանից նորմալ ոչ մի արձագանք չկա, նաեւ կա տեղեկություն, որ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի միջև, այդ հանդիպման ընթացքում եւս քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, բայց այստեղ եւս մեծ հաշվով ոչինչ չկա, թե կոնկրետ ինչ են քննարկել եւ ինչ են հայտարարել այդ մասով։ Այստեղ նաեւ կարելի է ասել, որ Ադրբեջանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն կրկին հայտարարում են, որ իբր հայկական կողմը խախտում է հրադադարը, չնայած որ Անտալիայում այդպիսի հանդիպումներ են տեղի ունենում, հայտարարություններ են հնչում, բայց այնուամենայնիվ արդեն 1 ամիս է Ադրբեջանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն, կարելի ասել միանգամից սկսվեց այդ ամենը նրանից հետո, երբ որ հայտարարվեց, որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մեծ հաշվով այս պահին Անտալիայի դիվանագիտական ֆորումից այլ կարևոր հարցեր չունենք քննարկելու, կա տեղեկություն, որ Հայաստանի արտգործնախարարը
Հանդիպել է Ռումինիայի արտգործ նախարարի հետ, քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր են քննարկել, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, խաղաղության խաչմերուկ ծրագիրը եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։ Հայաստանի մասով նաև մեկ հետաքրքիր տեղեկություն ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այդ տեղեկությունը ճիշտ է մենք նոր ենք ստանում, բայց մի քանի օր առաջ նման հարց քննարկել էինք, խոսքը նրա մասին է, որ 36 կոնգրեսականներ դիմել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոին, որ Ադրբեջանը եւս ներառվի Մագնիտսկու այդ ակտի պատժամիջոցների ցուցակի մեջ եւ պահանջեն Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարներին, բայց եթե հիշում եք, մենք օրեր առաջ նաեւ քննարկում ենք, որ 60-ից ավել կոնգրեսականներ էին դիմել մոտավորապես նույն հարցով Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարին։ Չգիտեմ հիմա սա կրկնություն է թե նոր տեղեկություն է, ամեն դեպքում սա նոր է տարածվում այս տեղեկությունը, բայց որ նման բան կա, բնականաբար ես որոշեցի անպայման անդրադառնանք նաև այդ հարցին այս մեր հաղորդման ընթացքում։ Հիմա անցնենք մի քանի կարևոր միջազգային հարցերի։ Այդ նույն Անտալիայի դիվանագիտական ֆորումում հետաքրքիր հայտարարություններ է արել Էրդողանը, նույնիսկ սկանդալային հայտարարություններ է արել։ Նախ սկսենք նրանից, որ նա ասել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի, խաղաղություն չի հաստատվի, եթե Պաղեստինը չդառնա անկախ պետություն։ Հիմնական քարը կրկին Իսրայելի ուղղությամբ էր, բայց հետո արդեն ավելի կոնկրետ նա ասել է, որ Իսրայելը դա ահաբեկչական պետություն է։ Դա մի անգամ չէ, որ նա ասել է, բայց հիմա արդեն այդ ֆորումի ժամանակ, որտեղ որ ներկա էին 140 երկրների ներկայացուցիչներ, Էրդողանը կրկին կրկնել է, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Եվ կարծում եմ միջազգային կարևոր օրվա հարցը այն է, որ այսօր Օմանում տեղի է ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև քննարկումները, հանդիպում է տեղի ունենալու բանակցությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանք անվանում են, որ երկկողմ է, բայց Իրանը մի փոքր այլ է մոտենում հարցին, ասում է, որ միջնորդված հանդիպումներ են։ Այնուամենայնիվ այս պահի դրությամբ մենք տեղյակ ենք, որ Օման է արդեն այցելել Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաքչին։ Հույսով եմ արդեն երեկոյան կամ վաղը մենք կունենանք տեղեկություններ այդ հանդիպման վերաբերյալ եւ բնականաբար սպասենք նաեւ հուսանք եւ սպասենք լավ տեղեկությունների։ Խոսենք նաեւ ռուս-ուկրաինական պատերազմից, գիտեք, որ երեք Թրամփի ներկայացուցիչ Վիտկոֆը այցելել էր Մոսկվա, նա հանդիպում էր ունեցել նաեւ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Reuters-ի Վիտկոֆը կոչ էր արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին ճանաչել օկուպացված տարածքները ուկրաինական Ռուսաստանի կազմում, քանի որ դրա միջոցով շատ հեշտ եւ շուտ կլինի լուծել կոնֆլիկտը, բայց կարծես թե արդեն հերկումը կա այս ամենի։ Այստեղ նաեւ ուրիշ գաղափար կար, տարբեր լրատվամիջոցներ խոսում էին այն մասին, որ Վիտկոֆը ասել է, որ այդ օկուպացված տարածքներում մնալու են ռուսները, իսկ մնացած մասում տեղակայվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցների զորքերը, սա եւս կարծես թե արդեն հերկվում է, այսինքն Վիտկոֆը ընդհանրապես չի ցանկանում խոսել նրա մասին, թե որտեղ են մնալու եւ ինչպես են մնալու ռուսական զորքերը, բայց այնուամենայնիվ այդպիսի տեղեկություններ կան։ Բայց պաշտոնական Վաշինգտոնը հաղորդում է, որ այդ հանդիպումը, որը որ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Վիտկոֆի միջև, դա եւս մեկ քայլ է դեպի խաղաղություն։ Պաշտոնական տեղեկությունը սա է, բայց նույն ժամանակ Սպիտակ տունը հստակ նշում է, որ մեծ հաշվով Դոնալդ Թրամփը հիասթափված է Մոսկվայի եւ Կիևի գործողություններից, որոնք որ չեն ցանկանում գնալ խաղաղության։ Հիշեցնեմ, որ նաեւ նման գրառում էր արել երեք Դոնալդ Թրամփը, երբ որ տեղի էր ունենում այդ հանդիպումը Վիտկոֆի եւ Պուտինի միջև։ Ուկրաինայի մասով եւս մեկ հետաքրքիր տեղեկություն ունենք, խոսքը նրա մասին է, որ Ուկրաինան հրաժարվում է ստորագրել այդ պայմանագիրը հազվագյուտ մետաղների եւ միներալների մասով, ասում են, որ ամեն նոր պայմանագիր ավելի վատն է դառնում իր նախորդից եւ փաստացի բանակցությունները շատ լարված վատ են անցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հիմա արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում են Ուկրաինայից, որ գազատարը, որը որ Ռուսաստանի դեպի Եվրամիության երկրներ է գնում, դա եւս անցնի ամերիկյան վերահսկողության տակ։ Երևի թե այս պայմանավորվածությունները հնարավոր է նաեւ
ծախող են, ես չեմ կարող բացառել նաև դա, քանի որ ուկրաինական կողմը բավականին լուրջ ձևի իր դժգոհությունն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցմանը եւ փոփոխվող այդ փաստաթղթին, որը որ ավելի ու ավելի վատն է դառնում իրենց համար, իրենց բնութագրմամբ։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, կարող եք բաժանորդագրվել, եթե չեք բաժանորդագրվել, ուզում եք դիտել մեզ ու չեք ուզում բաց թողնել մեր հաղորդումները, անպայման նաև զանգակը դրեք, գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, նաև կարող եք կիսվել ձեր սոցիալական ցանցերով մեր հաղորդումով։ Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ, ցտեսություն, կհանդիպենք։